Առաջի ֆինանսական հաշվետվությունը դա շահույթի եւ վնասի կամ մեկ այլ անվանումով եկամուտների եւ ծախսերի մասին հաշվետվությունն է։ Սույն հաշվետվությունը դատելով իր անվանումից ցույց է տալիս հասույթը կամ եկամուտը, ցույց է տալիս մեր ծախսերը, ինչպես նաեւ շահույթը։ Եվ շահույթը դա ըստ էության եկամուտներից հանած ծախսերն են։ Պարզ պատասխանը, որ տալիս է այս հաշվետվությունը, արդյոք մենք ունենք շահույթ հաշվապահորեն կամ թղթի վրա։ Երկրորդ հաշվետվությունը հաշվեկշիռն է, որոշ դեպքերում նաև ասում են ֆինանսական դրության մասին հաշվետվություն։ Հաշվեկշիռը ցույց է տալիս, թե ինչ ներդրումներ ունենք, դրանք անվանում ենք ակտիվներ, ցույց է տալիս, թե ինչ պարտքեր ունենք, որոնց անվանում ենք պարտավորություններ, եւ սովորաբար ակտիվների եւ պարտավորությունների տարբերությունը կազմում է մեր սեփական կապիտալը, այսինքն այն ներդրումը, որ մենք ունենք բիզնեսի մեջ։ Երրորդ հաշվետվությունը, որի մասին խոսեցինք, դա դրամական հոսքերի մասին հաշվետվությունն է, որը թերևս ամենաանտեսված հաշվետվությունն է։ Այս հաշվետվությունը կարելի է կազմել երկու մեթոդով, որոնցից մեկը հիմնված է հենց հաշվեկշռի եւ եկամուտ ծախսերի հաշվետվության տեղեկատվության վրա։ Այս հաշվետվությունը թույլ է տալիս տեսնել, թե որտեղ են գալիս մեր դրամական միջոցները եւ ինչի վրա են դրանք մասնավորապես ծախսվում, ներդրվում։